Ժողովուրդյան, որ կարողանան դուրս գան, գելի ձեր ցավը։ Անգան մեկը բոլորը դուրս են գալիս հետո Ժորժյան, պայմանավորվեցին, Փաշինյանի հայտարարությունը ձերքից խլելու վերաբերյալ դուք ինձ կօգնեք։ Պարոն Կարապետյան, ամեն դեպքում շարունակում է ձեր անազատությունը եւ նահանջելի տեղ իշխանությունը, այսպես ասած, չունի, ասում է չունեն։ Ինչից են այս պահին վախենում։ Իրենց կստիպեք, որ ունենան։ Իսկ ինչն է իրենց մտահոգությունը, պարոն Կարապետյան։ Դե իրենց հարցրեք, ես ինչ գիտեմ, վախենում եմ։ Այս հանրային հետաքրքրությունը ձեր անձի հանդեպ նաև միջազգային հարթակներում կկարողանա ինչ-որ բան փոխել այսօրվա իրավիճակում։ Դուք եք փոխելու, դուք։ Պարոն Կարապետյան, Ձեր ակտիվությամբ, համառությամբ, ամեն ինչ փոխելու եք։ եթե հայտնի հայտարարությունը չլիներ, դուք քաղաքականություն մտնելու հայտ կներկայացնեիք, որովհետև ասել եք քաղաքականություն չեք զբաղվելու։ Այսինքն այդ հայտարարությունը ստիպեց Այս անարտարությունները ստիպեցին։ Պարոն Կարապետյան, իսկ իշխանության գալու պարագայում գործող իշխանության հանդեպ ինչպիսի վերաբերմունք է լինելու։ Մի հատ քնեմ այսօր զարթնեմ, որոշեմ։ Պարոն Կարապետյան, Փաշինյանն ասում է ըստեյության Ռուսաստանից է ուղղորդված, որ գաք մասնակցեք քաղաքական ընտրություններին։ Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին։ Ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը։ Պարոն Կարապետյան, Փաշինյանը այսօր շունչ հանգյալ է անվանել ձեզ, Քոչյանի եւ ԲՀԿ-ի ձայն տվողներին, հիմնվելով երևի այն ձայնագրությունների վրա։ Այսպիսի հայտարարություններին ինչ-որ բան արձագանքելու ունեք։ Ես ինչ արձագանքեմ, դուք պետք է արձագանքեք։ Կարապետյան, երբեք հրապարակային հրավիրելու մեզ ձեզ հետ խոսելու։ Ասպես սկսել է ձեզ բոմբ դարձնելու գործընթացը իշխանությունը։ Ժորժյան, տենց անլուրջ մարդկանց հայտարարություններ արձագանքեք։ կներեք ժողովուրդ։